Հունվարի 17-ին մայրաքաղաքի Արաբկիրի համայնքում ավելի կոնկրետ Տիգրանյան փողոցում Նիկո Կաուկիսրայի մոտ օրը ցերեկով կրակոցներ հնչեցին։ Փառք Աստծո, որ հետո միջադեպը պետք է որակվեր խուլիգանություն, ոչ թե սպանություն։ Ոստիկանները հասան դեպքի վայր, սկսեցին իրենց աշխատանքը ինչպես որ հարկն է։ Կատարեցին դեպքի վայրի զննություն, հայտնաբերեցին 10-ից ավելի պարկուճ։ Կրակոցներից վնասվել էր նաև Կաուկիսրայի ցուցափեղկի ապակին։ Ճշտվեցին կատարվածի հանգամանքները, գործող անձինք, որոնք դակավին երիտասարդ են։ Ցանկանում եմ որպես Երևան քաղաքի կայազորի հրամանատար ասել, որ նմանատիպ դեպքերը մեզ համար անընդունելի են եւ պատժվելու են բոլորը, ովքեր մասնակից են եղել։ Ուզում եմ զգուշացնել եւ ասել, որ երիտասարդները նման արարքի դիմելուց առաջ պետք է մտածեն, որ իրենք արատավորում են մեր քաղաքի պատիվը նախ, արատավորում են իրենց ծնողներին, որոնցից շատերը իրենց անուշադրության են մատնել, կարող եմ ասել, նաև այդպես վիրավորական տոնով, որպեսզի իրենց ծնողները իսկապես մտածեն իրենց երեխաների դաստիարակության համար։ Եվ կարող եմ ասել, այդ դեպքը տեղի ունեցել այն ժամանակ, երբ որ իրենց ծնողները իմանալով այդ դեպքի մասին փորձել են հաշտության դաշնկնկել եւ երեխաներին հասկացնել, որպեսզի նմանատիպ դեպքեր չկրկնվեն, եւ նրանք չհարգելով նույնիսկ իրենց ծնողներին գնացել են նմանատիպ քայլի։ Իդեպ շուտով սկսեցին լուրեր պտտվել, թե խուլիգանությանը մասնակից պատանի երիտասարդների մեջ հնչեղ հայրանունով տղեր կան եւ նրանց կթաքցնեն։ Ես ուզում եմ ասել եւ իմ անունից եւ լիազորված եմ այսօր ոստիկանության պետի անունից նաեւ հայտարարել, որ եւ Երևան քաղաքում եւ հանրապետության ողջ տարածքում նմանատիպ դեպքերը կպատժվեն խստագույնս։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կարողանալ ապահովել հասարակական կարգը։ Կատարում է նախաքննություն, որը կտա բոլոր հարցերի պատասխանները։ Իսկ մենք էլ մեր կողմից ամեն տեսակի ասեկոսեները հերքելու համար ներկայացնենք նրանց, որոնք այս կամ այն կերպ առնչված լինելով այս խուլիգանությանը հայտնվել են ոստիկանության Արաբկիրի բաժնում։ Ճիշտ է, մեր աշխատանքների հիմքում ընկած է գտասրտությունը, մարդասիրությունը, մեր աշխատանքների հիմքն է դա, սակայն ոստիկանությունը անողոք է լինելու նմանատիպ ցինիզմով կատարվող հանցագործությունների նկատմամբ։ Եվ ես գտնում եմ, որ այս պարագայում ծնողները ավելի մեծ մեղք ունեն իրենց երեխաների դաստիարակման հարցում, եւ քանի դեռ իրենց երեխաները չեն շեղվել իրենց կյանքի ճիշտ ուղուց, ես խորհուրդ եմ տալիս եւ զգուշացնում եմ, որ մենք անողոք ենք լինելու։ Դրան վերաբերվելու ենք շատ, այսպես կներեք արտահայտության համար, դաժանորեն, որպեսզի կարողանանք մնացածին ցույց տալ, որ թույլ չենք տալու, որ մեր երիտասարդությունը, որը դեռ նոր կյանք չմտած, բռնի նման հանցագործ ուղի։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունվարի 17-ից 18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 3-ը, գողության 14 դեպքից 7-ը, խուլիգանության 2 դեպքից 1-ը, իսկ խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, 1 մարդ զոհվել է, 6-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ինչպես տեղեկացրել էինք, ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվում էր Երևանի Մալաթիա թաղամասի Շահումյանի 6-րդ փողոցի 61 տան բնակիչ
1978 թվականին ծնված Տիգրան Ջուրյանը, որը հունվարի 12-ին ժամը 21:30-ի սահմաններում դուրս էր եկել տնից իր անձնական օգտագործման ՎԱԶ-2106 մակնիշի 03 ՏՏ 938 պետհամարանիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով մեկնել անհայտ ուղղությամբ եւ այլևս չէր վերադարձել։ Հունվարի 17-ին ժամը 13:00-ին անհայտ քաղաքացուց ոստիկանությունում ահազանգեցտացվել, որ Երևան-Սևան ճանապարհին գտնվող Թեհրանին հարակից ձորում վթարի ենթարկված ավտոմեքենա կա։ Պարզվել է, որ ոստիկանության Մալացիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող Տիգրան Ջուրյանի վարածված 2106 մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 26-րդ կիլոմետրին վթարի էր ենթարկվել եւ գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։ Կատարում է քննություն։ Այսօր եւ երեկ երեկոյան հերթապահ մասի տեսախցիկը կրկին շրջեց Երևանի փողոցներում, արձանագրելով երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներ։ Նկարահանված տեսանյութերի հիման վրա ճանապարհային ոստիկանության կողմից կայացվելու են որոշումներ տրանսպորտային միջոցների իրավախախտում կատարած տերերին կամ դրանք վարող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։